Քրիստոսի խաղաղությունը ձեր հետ Ալլահ սիրելիներս, մեր այսօրվա նյութն է ծաղկազարդ, փառքի թագավորին ընդունելությունը։ Ծաղկազարդը ուրախության և հաղթանակի տոնն է, երբ Տեր Հիսուս մտավ Երուսաղեմ, հեզ ու խոնարհ թագավոր նստած էշի վրա, մինչ ժողովուրդը կկոչեր օրհնյալ Ալլահ ողուկա Տիրոջ անունով։ Մատթեոսի ավետարանին 21-րդ գլուխ 9-րդ համար։ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ Աստծո թագավորության մոտեցման և մարգարեներու իրականացման ազդարումն էր, բայց ան երկրային թագավոր չէր, այլ խաղաղության և փրկության թագավոր։ Գիրքը կսե, ահա քու թագավորդ կուկա քեզի հեզ ու նստած էշի վրա, ինչպես Մատթեոսի ավետարանին 21-րդ գլուխ 5-րդ համար ցույց տալով, որ Քրիստոս իր համեստությամբ հաղթեց աշխարհի։ Ժողովուրդը արմատներու ուստերով ողջունեց Տիրոջ, որոնք հաղթանակի և ուրախության նշան էին, սակայն անոնց մեջ շատերը քիչ օրեր ետ պետք է փոխվեին ու կոչեին խաչյաց նրան։ Քրիստոս մտավ Երուսաղեմ, որպեսզի իր կյանքը զոհե մեր փրկության համար, կատարելով մեծագույն փրկրագործությունը։ Հիսուս ասավ. ոչ ոք կառնի իմ կյանքը, այլ ինքս կտանձայն, Հովհաննես ավետարանին 10-րդ գլուխ 18-րդ համար, ցույց տալով, որ իր կյանքով եկավ զոհվելու մեզ փրկելու համար։ Ծաղկազարդը հրավիրումն է Քրիստոսը ընդունելու մեր սրտերուն մեջ, որպես թագավոր և փրկիչ, ոչ միայն ուրախության պահերուն, այլ նաև տառապանքի և փորձության ընթացքին։ Մենք պատրաստ ենք տալու մեր կյանքը Տիրոջ, ինչպես ան տվավ իր սեփականը մեզ համար։ Եկեք մեր հավատքի ու սիրո արմատները բարձրացնենք ու դանակցինք երկինքին, օրհնյալ Ալլահ ողուկա Տիրոջ անունով։ Շնորհավոր ծաղկազարդ, թող մեր սրտերը միշտ կենսունական տաճարներ ըլլան, ուրախություն ապրելով Քրիստոսի ներկայությամբ, ամեն։